Ձեր կարծիքով առաջին ինչ պետք է փոխի շտկի Հայաստանի նոր իշխանությունը։ Մարդկանց վիճակը էլի գուզեն։ Հասարակ մարդկանց կյանքը ավելի լավացնի։ Պաշտպանությունը երկրի։ Եթե պաշտպանված եղավ, մնացածը կլինի։ Լինի հզոր բանակ, տնտեսություն, իրար հանդեպ հարգանք, ոչ թե պառակտում, սև ու սպիտակ։ Աշխատանքի տեղեր թող բացեն։ Թող աշխատանքի ամենագլխավոր հիմնարներ սարքեն, զավոդներ սարքեն։ Սովետի ժամանակ ոնց էինք բոլորս լավ ապրում։ Այդ ձևի կուզեմ բոլորս լավ ապրենք։ Աղքատություն թող վերանա, այսքան մեր հայերն աշխատասեր մարդ են, խի պետք է աղքատ ապրեն։ Առաջինը ինչ կուզեիք, որ շտկեր փոխեր Հայաստանի նոր իշխանությունը։ Ցավը տանեմ, ինչ կարավ, ինչ կարա փոխել, ոնց եկել են հենց էլ գնալու է։ Բարեկեցությունը, մարդկանց հոգացությունը, անվստահությունը, կուսակցությունների եւ իշխանությունների նկատմամբ վերանալ։ Ներկա իշխանության մասին ինչ կարծիք ունեք։ Ներկա իշխանության մասին ուղղակի ոչ թե միայն ես, ամբողջ մեր ազգը գիտի ինչ կարծիք ունի, այն ինչ որ եղել է ի սկզբանե, այն որ հավատացինք եւ հավատքը վերափոխվեց ցավալի իրավիճակի։ Ձեր կարծիքով առաջին ինչը պետք է փոխի շտկի Հայաստանի նոր իշխանությունը։ Արդարությունը։ Շատ բան կա շտկելու։ Ես 3 պատերազմ եմ տեսել։ Եվ չեմ ուզում մեր երեխեքն էլ տեսնեմ։ Տուն տեղ թողած եկել, անել են մաս։ Նոր իշխանությունը պետք է հին Հայաստանի հողերը հետ բերի առաջին երթին եւ Արցախի հողերը։ Ամենակարևորը որ խաղաղություն բերի, ամենակարևորը որ ժողովրդին թազա փուրը չտան էլի։ Բայց ներկա իշխանությունն էլ ասում չէ, որ խաղաղությունը բերել։ Ես չեմ հավատում ներկա իշխանությանը։ Չեմ հավատում եւ վերջ։ Ընդդիմությանը ես պետք է ընտրեմ, որին կընտրեմ, դա էլ ես գիտեմ։ Որ Նիկոլը պետք է դա միանշանակ։ Ենթադրենք կենթանացել է Նժդեհը եւ Ֆրանջուլը։ Ում կընտրեք իշխանություն։ Ես Նժդեհին կընտրեմ, ոչ թե Ֆրանջուլը։ Այսօրվա իշխանությունը Ֆրանջուլը։ Ու դա տարին մնացի սա էլի կարա գնա, դու թազեկը գան տենանք ինչ ալնեմ։ Մարդը պետք է հասկանա ինչ են ուզում, պետականություն թե փորի ընթարցակում։ Դա լրիվ իմաստը։ Ներկա իշխանության մասին ինչ կարծիք ունեք։ Ինչ իշխանություն, որ իշխանություն ուներ, պետությունն էլ կլներ։ Ո՞վ է մեր այդ հաշվելուստին։ Գյուղերը մեր չոբան չմնա, ծաղին բերե սարքել են ոստիկան։ Բռնապետական երգիր է, ինչ պետք է փոխվի, 0-ից մինչև վերջ պետք է փոխվի էլի։ Ես մեկ Սամվելին եմ շատ համաձայն, մեկ էլ Գագոյին, որովհետև երկուսն էլ աշխատասեր են, երկուսն էլ 0-ից են սկսել, ոչ թե ինչ որ գտել են այդ եկամուտն, այդ հարստություն, որ այսօրվա որ այդքան բաներ են կառուցել, կամեցը հայ ժողովրդին։ Երկուսից մեկին։ Ներկա իշխանության մասին ինչ կարծիք ունեք։ Շատ բացասական, բարիս բուն իմաստով։ Դե կրկնվող խոսքեր է, որ ես այդ նույն բանը ասեմ, անդադ այդ կրկնվող է, հիվանդաս, շիզոֆրենիկա, գիժա, ուրիշ ինչ ասեմ, ոնց որ ասեմ ես, որ դա հայի արյունի ծարավ է, ես այդպես եմ գտնում, իրա բոլոր արարքներից ես միայն դա եմ գտնում, որ դա ինքը հայի արյունի ծարավ է։ Մենաշատը ինչից եք հիասթափված։ Հիասթափված եմ, որ ազգի կեսը վիրուսի տակ ֆռում է, ոչ մեկի ոչ վեճին չի։ Սա հիվանդ ֆռում են, ու այդ ու այդ առողջապահության նախարարը։ Այդքի չեն էս հարցերին լուծում տալիս։ Ասում են բարեփոխումներ են արել առողջապահության ոլորտում։ Գլուխները պատին են տվել, այս բան չկա, այք ուրիկ ջան սաղիթ խապել են։ Չկա, ազգի կեսը հիվանդ, դե գնա հիվանդանոցները տես ինչ է կատարվում, պոլիկլինիկա գնա տես ինչ է կատարվում։